Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ամստերդամ, կասեք դուք ձեր զեկույցները ուղարկում եք նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնք ռեյտինգավորում են երկիրը տարբեր փորձագիտական կարծիքների հիման վրա։ Օրինակ, մենք վերջերս կարդալով լրագրողներ առանց սահմանների ընկերության զեկույցը տեսանք, որ խոսքի ազատության բնագավառում Հայաստանը 16 միավորով հետընթաց է գրանցել։ Եվ այս համատեքստում, երբ որ հարցը դուրս է գալիս տվյալ երկրի, այս դեպքում Հայաստանի արդարադատության տիրույթից եւ մարդը ստիպված է լինում արդարադատություն կտրել արդեն երկրի սահմանների դուրս, ինչպիսի ազդեցություն է ունենում սա տվյալ երկրի ռեյտինգի վրա, սա իմ առաջին հարցն էր, եւ վերջին շրջանում մեդիա տիրույթում, հասարակության խոսույթում, քաղաքական խոսույթում նաեւ մեծ չափով խոսքի ապելություն է գեներացնում, հատկապես նախընտրական շրջանում ենք գտնվում, սա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կարծիքի ձևավորման վրա եւ ինչը իրավունքի խախտում է իրենից ներկայացնում միջազգային իրավունքի տեսակետից եւ թույլ տվեք իմ վերջին երրորդ հարցը, կասեք միջազգային ադյաններում քննվող գործերից, համանման գործերից Սամվել Կարապետյանի գործը որի հետ կհամեմատեք, ինչպիսի ելք է ունեցել այդ դատական գործը եւ ձեր սպասելիքները Սամվել Կարապետյանի դատական գործընթացից։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա որ տեղյակ եք, որ ես ընդդիմադիր խմբերի շահերի ներկայացուցչության տարբեր երկրներում Կարապետյանի գործը յուրահատուկ է։ Այն իմաստով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումը, որը նրան տշտեց, մոտիվացրեց եւ այն բառերը, որոնք պարամետրը, որը Փաշինյանն օգտագործեց ընդդեմ եկեղեցու, ես որևէ երկրում, որը ձևացնում է թե ժողովրդավարական է, նման բան չեմ տեսել։ Եթե ուզում եք խոսել ատելության խոսքի մասին, դե անկեղծ ասեմ, ես կասեմ վերևը նայեք։ Պարամետրը, որն օգտագործվում է Փաշինյանի կողմից, ամբողջովին ապշեցնում է մարդկության գիտակցությունը։ Բայց մի խնդիր կա։ Ատելության խոսքը առաջացնում է վախ։ Եվ ներկայիս կառավարությունը մեկ բան է ցանկանում, որ հասարակությունը վախենա եւ անտարբերության մեջ լինի եւ չգնա եւ չընտրի, դա նրանց նպատակն է։ Իրենք գիտեն, որ Փաշինյանը պոպուլյար չէ։ Իրենք պարզապես ուզում են, որ բոլորը վախի մեջ լինեն եւ ուզում են, որ բոլորը անտարբեր լինեն։ Դա բոլոր ավտորիտարների նպատակն է։ Քվեարկության մասնակիցների թիվը իջեցնել, որ իրենց հավատարիմ ընտրողները իրենց բերեն իշխանության։ Իմ կարծիքն այն է, որ այս դեպքում երբ եկեղեցու ողջ ապագան է վտանգված, մարդիկ մոտիվացված կլինեն եւ կգնան եւ կքվեարկեն։ Ինչ վերաբերում է ռեյտինգներին, մենք ապշած էինք տեսնելով վերջին զեկույցը, որը ցույց տվեց այսպիսի կտրուկ նվազում Հայաստանի ցուցանիշների մեջ, բնականաբար մենք մեր փաստաթղթերը ուղարկում ենք բոլոր կազմակերպություններին, ես կուզեի հիշեցնել, որ բազմաթիվ զեկույցներ են եղել, ԵԱՀԿ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ժողովրդավարական գործողությունների կազմակերպությունը, բոլոր զեկույցներն են հրապարակել, որոնցում դատապարտել են Փաշինյանի պահվածքը։ Այդ զեկույցներից շատերը Հայաստանում չեն շրջանառել, բայց միջազգային համայնքում դրանք շրջանառել են եւ ել ավելի ամոթաբեր է, որ հաստացի եվրոպական առաջնորդներից եւ ոչ մեկը չփորձեց դա իր հանդիպումների ժամանակ բարձրացնել։ Եվ այդ ժողովը ինքն էլ հաշվելով ժողովի անցկացման ժամանակահատվածը, հաշվելով այդ մտերմիկ զգացողությունը, բավական ցինիկ տպավորություն կարող է թողնել։ Դա կարող է նմանվել ընտրական քարոզարշավի մի ծրագրի, որի նպատակն է փորձել լեգիտիմացնել ոչ պոպուլյար առաջնորդի։ Հայերի հետ իմ շփումներից եւ երբես դիտում եմ հայկական ռիլեր, ես ասում եմ, որ սա մարդը ով պետք է փողոցում քայլելիս զգույշ լինի, որովհետեւ մարդիկ
Դրա հետ շատ բիրտ են խոսում։ Եվ ինքն իրենց հետ է խոսում։ Ես չեմ կարող ասել, թե քանի անգամ են մարդիկ ինձ ցույց տվել այդ շփումը Փաշինյանի եւ փախստականներից մեկի, Արցախից փախստականներից մեկի, երբ ինքը շատ տհաճ ձևի խոսեց այդ խեղճ մարդկանց հետ։ Դա ինձ տասնյակ անգամներ ցուցադրվել է։ Բայց Փաշինյանը ժողովրդական մարդ չէ, նա մարդ չէ, ով կարծես Ադրբեջանում էթնիկ զտման ենթարկված մարդկանց ճակատագիրը սրտին մոտ է ընդունում։ Նա կարծես մեկն է, ով արհամարում է այդ մարդկանց ճակատագիրը։ Եվ դա շատ վատ է խոսում Հայաստանի ապագայի մասին, եթե նա լինի իշխանության ղեկին։ Պարոն Հոստատան, կխնդրեի առանձնացնել ձեր զեկույցից մեկ-երկու հիմնական, այսպես ասած, ամենակոշտ կոպիտ խախտումները ընտրական գործընթացի, որոնք դուք առանձնացրել եք եւ որոնք կարող են նաեւ իրավական հետևանք ունենալ, նաեւ միջազգային իրավունքի առումով։ Շնորհակալություն։ Շատ դժվար է փորձել այդ ամբողջը իմի բերել ինչ-որ կատալոգի տեսքով հաշվառելով են փաստը, սկսելով են փաստից, որ Կարապետյանը տնային կալանքի տակ է, մինչև են փաստը, որ մենք հավատացած ենք, որ Եվրամիությունը որևէ իրավունք, օրինական իրավունք չուներ միջամտելու եւ մանիպուլացնելու թե ինչ ալգորիթմներով են հայերը դիտում, ինչը կարող է ավելի մեծ վնաս պատճառել ընտրությանը, քան այն, երբ չընտրված մարդիկ աշխատելով ոչ պոպուլար կառավարության հետ վերահսկում են, թե մարդիկ ինչ տեղեկատվություն են ստանալու ընդդիմության մասին։ Չեմ կարող անգամ երևակայել։ Ես կարծում եմ Եվրամիության պահվածքը ամոթաբեր է, ահասարսուր եւ ամբողջովին շեղվում է իրավունքի գերակայությունից։ Հարց անգամ չկա դրա մասին։ Մենք մեր հատորյակի մեջ ընդգծել ենք մի շարք առաջարկություններ, այն մասին, թե ինչ պիտի արվի։ Նա մեր փաստարկը, թե Եվրամիության գործողությունները արտաիրավական են։ 4.2 եւ 5.1 հատվածներով Եվրոպական միության համաձայնագրի դրանք նման լիազորություն չունեին։ Եվրոպական հանձնաժողովը ընտրությունների ռիսկերի կառավարման գործիքներ է արտահանել, որոնք ժամանակին ստեղծված են եղել իրենց ներքին շուկայի համար։ Թվանշային ծառայությունների մասին օրենքի հիման վրա նրանք դա արտահանել են Եվրամիության համաձայնագրով նախատեսված սահմանադրական իրավական դաշտից դուրս եւ գումարներ են հատկացնում նախընտրական խոսույթը այլ պետությունում կառավարելու գործին եւ դա գերազանցում է Եվրոպական հանձնաժողովին պայմանագրերով ընձեռված լիազորությունները։ Դրանից զատ Մարտիրոսի Եվրոպական դատանի նախադեպ կա Գարշոյի գործը, որում խոսում են մասին, թե պետությունը ինչքան բան կարող է անել, փորձելով վերահսկել միջամտությունը։ Որտեղ շատ պարզ ասված է, որ ցանկացած բան, որը երկիրը փորձում է անել, պետք է լինի թափանցիկ, այսինքն ապա ինչու Եվրամիությունը թափանցիկ չէ։ Եվ այս միջամտությունը գրոտեսկային է։ Այն ոչ միայն խախտում է Եվրամիության օրենսդրությունը, այլ մենք պիտի հիշենք, որպեսզի Հայաստանը մուտք գործի Եվրամիություն, այն պետք է համապատասխանի կոպենհագենյան չափանիշներին, եւ այդ չափանիշները հստակ հիմնված են իրավունքի գերակայության, հավաքների, միավորումների ազատության եւ խոսքի ազատության վրա։ Բաներ, որոնց բոլորի ոչնչացման ուղղությամբ ջանք ու եռանդ Հայաստանում չի խնայում պարոն Փաշինյանը։ Ես կարող եմ այդպես անվերջ շարունակել, բայց այդ ամբողջը կա այս գրքում։